Ողջույն, բարի գալուստ Արևի խոհանոց, արի միասին պատրաստենք շատ համեղ թխվածքաբլիթներ, որոնք ստացվում են արագ և բերանում հալվող, պատրաստեք և վայելեք ողջ ընտանիքով։ Անցնենք գործի, սկսենք պատրաստել։ Համապատասխան ամանի մեջ լցնում ենք 2 ձուն, ավելացնում ենք 100 գրամ շաքարավազը, 1 թեյ գդալ վանիլային շաքար, մի պտղուն ծաղ և այս ամենը լավ հարում ենք։ Մի փոքր հարելուց հետո 200 գրամ թթվասերի վրա ավելացնում ենք 1 թեյի գդալ սոդան։ Մի լավ խառնում ենք և ավելացնում ենք զանգվածին։ Թթվասերը կարող եք փոխարինել նաև մածունով։ Ավելացնում ենք նաև 80 մլ արևածաղկի ձեթե և այս ամենը կրկին հարում ենք։ Մի փոքր հարելուց հետո ավելացնում ենք ալյուրը և հունցում ենք ձեռքերին չկպնող փափուկ խմոր։ Սեղանի վրա մի փոքր ալյուր ենք լցնում և խմորը տեղափոխում ենք սեղանի վրա։ Ինչպես տեսնում եք, խմորը արդեն պատրաստ է թանկագիններս, ընդհանուր խմորին ինձ մոտ գնաց 450 գրամ ալյուր, տեսեք թե որքան փափուկ, որքան լավ խմոր է։ Այժմ կթողնենք խոհանոցային սեղանին 5 րոպե, որպեսզի խմորը մի փոքր հանգստանա, այդ ընթացքում կմիացնենք ջեռոցը, որ տաքանա։ Արդեն անցավ 5 րոպե, խմորը հանգստացավ, այժմ բաժանում ենք մասերի։ Մասերի բաժանելուց հետո մեզ մոտ ստացվեց 15 հատ։ Գնդերը կշռում են մոտ 64-ից 65 գրամ։ Այսպես գեղեցիկ կլորիկներ ենք անում։ Այսպես։ Եվ շարում ենք։ Գնդերը արդեն պատրաստ են, մեզ հարկավոր է 2 ճաշի գդալ շաքարավազ, վերցնում ենք գունդը, թաթախում ենք շաքարավազի մեջ, այսպես, և տեղավորում ենք սկուտեղի մեջ։
թխելուց հետո վերցնում ենք ածելին և գեղեցիկ կտրվածք ենք անում։ Ուղարկելու ենք նախոր օգտագործած ջեռոցը, թխելու եմ 200 աստիճանի տակ մինչև պատրաստ լինելը։ Ահա թանկագիններս, մեր համեղիկի վերջնական տեսքը հոյակապ է ստացվում, այնպես որ դուք էլ պատրաստեք և վայելեք, ստացվում է շատ արագ և շատ համեղ, տանում է մեզ դեպի մեր մանկություն։ Հուսով եմ ձեզ դուր եկավ, եթե հավանեցիք, չեք մոռանում մեկնաբանել և լայքել, ձեր անգամ մեկ սմայլիկը ժպիտ է պարգևում ինձ։ Այսօր էլ այսքանը, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում։